Այսօր եկել եմ ձեզ մի հատ բան պատմեմ, որ մի քանի տարի ես ամեն օր քնելուց առաջ հիշում էի ու ամաչում։ Ուրեմն ես դպրոցում էի սովորում, նախավերջին տարիներ արդեն, գիտեի, որ համալսարան եմ դիմելու, բայց ուզում էի ավելի շատ իմանայի ընդհանուր ընդունելության մասին, որ հասկանայի ինչքանով է հնարավոր, որ կընդունվեմ։ Գրանցվում եմ ու գնում բաց դռների օրվան։ Ամեն ինչ նորմալ էր, հետո գնում ենք արդեն մեծ դահլիճ, որտեղ տնօրենը պիտի բացատրեր, թե ոնց են իրանք դիմորդների միջև ընտրություն կատարում։ Ամերիկյանի մասին է խոսքի, եթե ինչ։ Ասում է, եկեք օրինակներով խոսենք։ Օրինակ, ինչի եք ուզում հենց ամերիկյան համալսարան ընդունվեք ու ինչի հենց այդ բաժինը։ Ես էլ սովորաբար, հատկապես այդ տարիներին ամեն ինչից շատ էի քաշվում, չէի կանգնելու հաստատ կյանքս պատմեի համալսարանի դիմաց, բայց չգիտես ինչի ձեռք եմ բարձրացնում, մոտեցնում են բարձրախոսը ինձ ու ես տալիս եմ իմ կարծիքով շատ adekvat պատասխան։ Ես դիմելու էի անգլերեն ու հաղորդակցություններ բաժին ու ասում եմ, որ ուզում եմ աշխատեմ, օգնեմ, որ թրաֆիքինգի դեպքերը կանխվեն։ Բացատրում եմ, թե ինչով ու ոնց կարող է համալսարանը, հատկապես այդ բաժինը օգնել։ Մարդկանց հետ հաղորդակցվելու տարբեր ձևերը կախված նպատակից, մեդիադաշտում տեղեկություն գտնել, տարածել, մարդկանց զգուշացնել, որ նման բաներ լինում են ու ոնց կարելի է զոհ չդառնալ։ Ինտերնետի դարում ենք ապրում վերջի վերջո։ Տնօրենը ասում է. «Աղջիկ ջան, դու սխալ տեղ ես եկել, գնա դառի ոստիկան»։ Ու բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում էին այդտեղ, ովքեր արդեն ընդունված էին միջև 4-րդ կուրսի ուսանողներ էին, սովորում էին մագիստրատուրայում, չգիտեմ, տարբեր ծրագրերում, այն մարդիկ, այն երեխեքը, ովքեր դեռ չէին ընդունվել, բայց պատրաստվում էին իմ նման, լսում են ու բոլորով միասին սկսում ծիծաղել իմ վրա։ Դրանից անցել է 6 տարի։ Ես իրանց խաբեցի, ուրիշ պատճառ տվեցի, ընդունվեցի համալսարան, իմ ուզած բաժինը սովորեցի ու հիմա ամեն օր նամակներ ու մեկնաբանություններ եմ ստանում, որ մարդիկ ասում են շնորհակալություն, որ զգուշացնում ես։ Նենց որ շնորհավոր վերջին զանգ, ոչ մեկի չլսեք, ինչ ուզում եք արեք։